Գազայում խաղաղությունը շատ մոտ է, վստահեցրել է Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ։ Միացյալ Նահանգների նախագահը նաև հայտնել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցով զրուցել է Իսրայելի վարչապետի հետ։ Շատ լավ զրուցել ենք նաև Բիբի Նեթանյահուի հետ պատանդներին վերադարձնելու հարցով։ Բավականին մոտ ենք Գազայի հարցում համաձայնությանը։ Կարծում եմ մոտ 2000 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ խաղաղություն կլինի տարածաշրջանում։ Գազայում խաղաղության հասնելու 21 կետանոց ծրագիրը Թրամփն ավելի վաղ ներկայացրել է արաբական և մուսուլմանական 8 երկրների առաջնորդներին, որոնց հանդիպել էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Ըստ ծրագրի, Գազայում պատերազմը պետք է դադարի, Համասը որևէ կապ չպետք է ունենա Գազայի կառավարման հետ և պետք է վերադարձնի հրեա բոլոր գերիներին, ողջ թե մեռած։ Մենք ուզում ենք պատանդներին վերադարձնել։ Մենք չենք ուզում, որ նրանք վերադառնան մաս 1-2 շաբաթ կամ 3 ամիս անց, ինչպես հիմա լինում է։ Մենք ուզում ենք, որ նրանք բոլորը միասին և անմիջապես վերադառնան։ Իսկ Գազայում զոհերի թիվն արդեն անցել է 65500-ից։ Մարդիկ մահանում են ոչ միայն իսրայելական ռումբերից, այլև համատարած սովի ու հիվանդությունների պատճառով։ ՄԱԿ-ը պարենի պակասը Գազայում արդեն գնահատում է 5-րդ ամենաբարձր աստիճանի, ահազանգելով, որ կես միլիոն մարդ սովամահության վտանգի առաջ է։ Պաղեստինի նախագահը նկատում է, որ ՄԱԿ-ի ահազանգող զեկույցներն ի զորու չեն զսպել Իսրայելին։ ՄԱԿ-ում 1000-ից ավել բանաձևեր են ընդունվել, որոնցից ոչ մեկը չի իրականացվել։ Բազմաթիվ ջանքեր ու միջազգային նախաձեռնություններ են եղել, բայց այս ողբերգությունը չի ավարտվում։ ՄԱԿ-ում մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար մեղադրվող պետության ղեկավարին են սպասում։ Նեթանյահուն, որ բոյկոտել էր վեհաժողովի առաջին օրը, հիմա էլ պատրաստվում է ելույթ ունենալ միջազգային թիվ 1 ամբիոնից։ Կանխատեսվում է, որ Իսրայելի պատմության մեջ ամենաերկարը պաշտոնավարող վարչապետը փորձելու է հիմնավորել Գազան առանց պաղեստինցիների իր ռազմավարությունը, բայց Նեթանյահուի հավատարիմ դաշնակից Թրամփը հայտարարել է, որ ինքը թույլ չի տա Իսրայելին բռնազավթելու Հորդանան գետի արևմտյան ափը։ Արաբական երկրներն էլ սպառնացել են, որ հրեական պետությունը ծանր կվճարի, եթե դիմի այդ քայլին։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։